Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքում բացառիկ նկարահանումների նպատակով մեր ստեղծագործական խումբը երկար ճանապարհ անցավ։ Սոտքի ոսկու հանքի վարչական շենքի տարածքում ենք։ Այստեղից պետք է մոտավորապես 1.5 կիլոմետր բարձրանանք, որպեսզի հասնենք Սոտքի ոսկու հանքի համար 175 հանքախորշ։ Տեղ չհասած նկատեցինք հանքանյութով բեռնված շարժակազմը, որը ուղևորվում էր Արարատ։ Ոսկին հանքաքարից այնտեղ է առանձնացվում, հանքավայրում դրա հնարավորությունը չկա։ Դեպքեր եղել են վագոնների վրայից ճղճկոչությունները։ Գաղտնի պարտում են վագոնների մեջ, իրանք հանքաքարի հետ ունեցած, հետո իջնում են, հավաքելով վերադառնում են։ Հասանք տեղ։ Փաստացի ոսկե սարերի մեջտեղում ենք։ Հանքավայր հազվադեպ մարդիկ են մուտք գործում, իսկ նկարահանումն առավել եւս արգելված է։ Հանքավայրի ընդհանուր տարածքը 1300 հեկտար է, ունի 186 հանքախորշ, որոնք ստորգետնյա ճանապարհով միացված են իրար։ Ներքևի տարածքը 20,000 քառակուսի մետր է, ունի մոտավորապես այսպիսի տեսք։ Նման է փոքր քաղաքի։ 2006 թվականից հանքախորշերի շահագործումը դադարեցվել է, հիմա շահագործումն իրականացվում է բաց եղանակով։ Տնօրինությունը հանքախորշերը նույնիսկ փակել է, որպեսզի օտար մարդ չկարողանա մտնել տարածք։ Բայց գտնվեցին մարդիկ, որոնք գողոնի հետևից գալով ոսկու հանքանյութի համար սկսեցին քանդել այդ անցքերը, մտնել հանքանյութ գողանալու համար։ Չղջիկներ, Վարդենիսում երեխան էլ գիտի, որ սա նաև մասնագիտություն է, այն էլ վտանգավոր։ Դրանք մարդիկ են, որոնք ապօրինի մտնում են հանքախորշ հանքաքարի հետևից ու մյուս գետնախորշից դուրս գալիս միայն գիշերը։ Սետկան իրանց մասկիրովկան քողարկումն է, էլի, ձգել են խոտով ծածկել են, որ անցքը հեռվից չերևակամ չկարողանանք գտնել իբր թե։ Բայց մենք է սովորել ենք սևից սևը ջոկ է, սպիտակից սպիտակը։ Օրերից մի օր էլ հենց իրենց փորած փոսից էլ բռնվել են 7 հոգանոց խումբեր։ Ես գիտեմ, որ այս շախտում եթե մարդ կա, շախտի անցքը ես փակեմ, շախտից դուրս աշխատում ենք, որ բոլոր անցքերը փակենք, մի տեղը թողենք, որ դուրս գալիս բռնեն։ Ճանապարհը, որով նրանք անցնում են, սարսափելի է։ Սա երկար գործընթաց է։ Նախ արգելված տարածք են ներխուժել Քելբաջար տանող միջպետական ճանապարհի կողմից, հետո մինչև թունել հասնելը գետնախորշ բացել։ Պայթեցրել են հեռվից, այսինքն ֆիտիլը երկար է եղել, որից հետո մի օր հետո, մի սուտկա հետո, որպեսզի օդը մաքրվի, նոր մտել են աշխատանքներ կատարելու։ Իհարկե յուրաքանչյուր խումբ ունի գողոնը հանելու իր ձևը, բայց դրանք բոլորն էլ մեղմ ասած խիզախություն են պահանջում։ Խիզախություն պահանջվեց նաև մեզանից, քանի որ տեսախցիկով քայլում էինք արդեն փորված թունելի վրայով։ Եկեք վտանգավոր, էս է բարձրացեք, եկեք էս է բարձրացեք, եկեք օգնեմ։ Ես հիմա գտնվում եմ հանքադաշտում։ Սա շրջանցիկ ճանապարհն է, այն հանքախորշը, որը փորել են չղջիկները։ 27 մետր ուղղահայաց պետք է իջնել, այնուհետև 2 կիլոմետրից ավել ճանապարհ պետք է հաղթահարել, որպեսզի հասնել հանքանյութին։ Անկեղծ ասած ինքս էլ մեծ ցանկություն ունեի իջնել եւ տեսնել, թե ինչ դժվարություններ են հաղթահարում նրանք, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս այստեղ անգամ մոտենալ, որովհետև շատ հնարավոր է, որ 1 վայրկյանում հողը փուլ գա։ Իհարկե հատուկ նկարահանումներ եղել են։ Պարանով 27 մետր իջնելն այս դեպքում ամենահեշտն է կարելի ասել։ 100 մետր այն կողմ ստորգետնյա լիճ է, դժվարությունները դեռ առջևում են։ Ջրի միջով եթե մենք 4 տեղ է գալիս։ Մի հատ էլ լոդկային յանկա։ Այն լոդկով էլ ենք 1500 մետր, եթե մենք 3 կիլոմետր էլի։ Կյանքի գնով հանքաքարի հետևից գնացողները հիմնականում երիտասարդներ են, 18-ից 20 տարեկան, բայց հասցրել են մասնագիտանալ։ Քանի որ ներքևում օդը հեղձուցիչ է, տղաները թթվասնի պակասը լրացնելու համար խողովակով են օդ ստացել։ Անգամ շարժական էլեկտրակայանով լուսավորությունն են ապահովել, իսկ խողովակներով ջուրը դուրս մղել։ Սուտկայով են մնացել ներսում, աշխատել են, պրոստո աշխատել են, հետո հելել են մյուս խումբն մտել, որ իրանց քանդածը կարողանա դուրս անել։ Հանգստի մասին եւս մտածել են։ Հենց այստեղ են շաբաթներով ու ամիսներով ամառ ու ձմեռ մնացել այսպես կոչված չղջիկները։ Սա նրանց համար ծառայել է որպես ապաստան։ Իրենց համար հարմարեցրել են ամեն ինչ, անգամ ունեցել են վառարան։ Պոլիէթիլենային թաղանթներով փակել են, որպեսզի քամի չխանգարի իրենց, բարձր, անկողին, որպեսզի փափուկ լինի, հանգստանան։ Այս գործում ամեն վայրկյան մահն աչքի առջև է, շատերին չի հաջողվել ողջ դուրս գալ հանքախորշերից, ոմանք խեղտամահ են եղել, ոմանք մոլորվել։
Հնարավոր է զուբիլը խփեն կամ համբասեն գործիք աշխատացնեն, մի անգամից փլվի տոննայով թափվի։ Իրանց մտքով չի անց հող էլի, տոննայով թափվի։ Ու այդպես դեպքեր եղել է, որ մնացել են դակը կամ քարեր են փլվել, մի կերպ դուրս են եկել, ջարդված, փշրված, արյունոտ։ Օրինակ, այս 3 փոսը մեկ հանքախորշ է, ու հետաքրքիրն այն է, որ պատկանում է չղջիկների մեկ խմբի, ուրիշները մտնելու իրավունք չունեն։ Այնտեղ փլվել, աստեղ փլվել, ստիպած այնտեղից են իջել։ Զգույշ ձախով լրիվ աչ։ Միշտ չէ սակայն, որ գողոնը հարուստ է լինում։ Օրինակ այս կարմիր գույնը անգամ արմին։ Հնարավոր է ոսկի լինի։ Հա։ Հենց այդ կարմիր գծի հետևից են գնում չղջիկները, բայց ինչպես ասում են, բախտի բան է։ Հնարավոր է այստեղ մտնել, բայց առանց ոսկու դուրս գալ։ Բնականաբար, միշտ չէ, ոսկի դրված չի, մենք տեսանելի ոսկի ոչ մի տեղ չունենք։ Չղջիկները նույնիսկ մշակել են տնային պայմաններում ոսկին կորզելու իրենց եղանակը։ Խմբի գործիքներն արգրավել են։ Իրենց կյանքը վտանգողներն հիմնականում Վարդենիսի երիտասարդներն են, իսկ պատճառը աշխատանքի բացակայությունը։ Հերմինե Բաղդասարյան, Ատոմ Համբարձումյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։